Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, ախր ուրիշ տեղ հորովել չկա, ախր ուրիշ տեղ սեփական մոխրում սեփական հոգին խորովել չկա։ Ղալեջան Մարեք, Կոմիտաս, վաղը յուրաքանչյուր պիտի պատասխանեք, Կոմիտասը ներկա է թե բացակա։ Ես հայ ժողովրդի երգն եմ, նրա ցավն ու կարոտը, նրա ուրախությունն ու հույսը։ Ես շրջել եմ գյուղից գյուղ, լսել մարդկանց ձայներն ու հավաքել մեր ժողովրդի հոգին դարձած երգերը։ Ես վարդապետը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 20-ին Քրուտահյա քաղաքում։ Աշենային այս օրը նրանց ծնողները Գևորգ Մոթագոյին չէին մտածի անգամ, որ նրանց նորածինի զավակը կարող է ամբողջ աշխարհում կատարել մեծ առաքինություն։ Նորածին Սողոմոնի ճիչը, ասես հայոց հոգու արթնացման առաջին նոտան լիներ, որը դեռ պիտի հնչեր համայն աշխարհում, հավաքելով հայ ժողովրդի ցավն ու խնդությունը։ Կյանքը վաղ հասակից Սողոմոնին զրկանքների ենթարկեց։ Մայրը մահացավ նրա ծննդից ընդամենը 6 ամիս անց, իսկ հայրը և տղան ընդամենը 10 տարեկան էր։ Ծնողների մահից հետո երեխայի խնամքը անցավ հայրական տանին, իսկ տղի մահից հետո հորագրություն։ Սակայն այս զրկանքները չկոտրեցին Սողոմոնին, այն դարձան հոր ակունքը, որտեղից ծնվեց Կոմիտասի անկրկնելի երաժշտությունը։ Այսպես արտակուստ աննշան և որբացած մի մանուկ դարձավ հայ երաժշտության հիմնադիրն ու պահապանը։ Կոմիտասը սովորում է Քրուտահյայի Քարոզիայի դպրոցում, իսկ ապաճայից հետո Ռուսիայի մարշալանում, և Գրիգորը դպրոցի համալսարանում։ Նա պետք է 20 որներից, որոնք ունեն ձայնային դրամներ, պետք է ընտրել մեկին, որը կկարողանա սովորել Էշմիածնի Գևորգյան ջմանը։ Էշմիածնում Սողոմոնի իր ձայնի նմանության և ստեղծագործելու համար տրվում է 7-րդ տարի բանաստեղծ շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անուն։ Անգնատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում։ Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերում հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդի երգարվեստի տարրեր, ժանրերի պատկանող մի քանի հազար երգ, այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ։ Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, իսկ երաժշտությունը Կոմիտասից առաջ։ Մաշտոցը գտավ լեզվի հնչյունաբանություն, իսկ Կոմիտասը երաժշտության հնչյունաբանություն։ Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը չի։ Կոմիտասը մնացել է Սոֆիան Բաղարացյանի ձև ոսկրախից։ 1915 թվականին լեգենդավորականների և Կոմիտասին երիտուրքերը քշեցին Անատոլիայի խորքերին։ Հետագայում եվրոպական և ամերիկյան դեսպանությունների շնորհիվ նա ազատ արձակվեց և վերադարձավ Կոսմոպոլիս։ Սակայն արտադրյալ հոգեկան առողջությունը փոքր բարդարացավ։ Միլով սասիների տեսանելի արտականպես ախորը կրակվեց Միքայելովսկին պատահած պատմություն։ Նրա հիվանդության մասին մինչևս կան բազմաթիվ ֆոտոստատներ, և ժամանակում են գիտական ու պատմական ուսումնասիրությունները։ Ժամանակներն այնպիսին էին, որ բուժումը Կոմիտասի առողջության վրա մեծ ազդեցություն չթողեց։ Չնայած տարբերություն մյուս հիվանդների, նա ուներ առանձնասենյակ, խնամատար կոմիտե և սրտան կրելու հնարավորություն։ Իր մահվանից հետո հոգեբուժանում աշխատող բուժքույրը Լոլիկ Մելանին պատմում է, որ Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել։ Նա մահացել է սրտի անբավարարությունից և ոսկրախտից։ Մահվան պատճառները հոգեբուժական չէին։ Ըստ որոշ վարկածների նա ուներ ընկճախ, և նրան հեռացնելու համար տալիս էին խիստ հոգեվետ դեղին։ Շագերտավոր խնամատար կոմիտեն նրան հատուկ է հեռացնում, որպեսզի Եվրոպայում մեծ համբավ ունեցող կոմիտեսը չխոսեր հայոց ցեղասպանության մասին։ Կոմիտասը այն նվիրյալ հայն էր, ով պահպանեց հայկական ժողովրդական երգերը և այն հասցրեց ամբողջ աշխարհին։ Նրա երաժշտության մեջ ապրում է հայ ժողովրդի պատմությունը։ Նրա երգերը միայն երաժշտություն չեն, դրանք ժողովրդի հիշողությունն է, սրտի խոսքն ու պատմությունը։ Այստեղ հնչում են գյուղական առավոտների խաղաղությունը, աշխատանքի երգերի հնչյունները և հայրենիքի կարոտը։ Կոմիտասի երաժշտությունը շարունակում է ապրել մեր սրտերում, սերունդներին փոխանցելով հայրենիքի սերը, ժողովրդի հոգին և ազգային արժեքների կարևորությունը։ Թող Կոմիտասի երգն ու լույսը միշտ ուղեկցի։ Կոմիտասը ներկա է թե բացակա։ Եթե մենք դեռ լսում ենք հայկական երգը,
հայրենիքի համար։ Ուրեմն Կոմիտասը բացակայ չէ։